Բրիտանացի դիվանագետներն օգտագործել են չորեքշաբթի Լոնդոնում կայացած հանդիպումները ուկրաինացիներին կոչ անելով մոտենալ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշմանը։ Մինչ Մեծ Բրիտանիան աջակցում է Կիևի դիրքորոշմանը, դիվանագետներն օգտագործել են չորեքշաբթի Լոնդոնում կայացած հանդիպումները ուկրաինացիներին կոչ անելով մոտենալ Վաշինգտոնի կողմից ներկայացված առաջարկին։ Ասվում է հրատարակության մեջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի քննադատել է Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունները Ղրիմի վերաբերյալ, ասելով, որ դրանք վնասակար են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների համար։ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք արևմտյան երկրների կողմից ագրեսիայի դեպքում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ 2024 թվականի նոյեմբերին փոփոխություններ են կատարվել միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականության հիմունքներում, որոնց համաձայն Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք իր կամ Բելարուսի Հանրապետության դեմ ագրեսիայի դեպքում, այդ թվում սովորական զենքի կիրառմամբ, ասել է նա։ Ռուսաստանը ըստ Շոյգուի ուշադրությամբ հետևում է եվրոպական երկրների ռազմական պատրաստությանը։ Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ռազմավարության համաձայն օտարերկրյա պետությունների կողմից անբարյացակամ գործողություններ կատարելու դեպքում, որոնք վտանգ են ներկայացնում Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար, մեր երկիրը օրինական է համարում սիմետրիկ եւ ասիմետրիկ միջոցների ձեռնարկումը, որոնք անհրաժեշտ են նման գործողությունները ճնշելու եւ դրանց կրկնությունը կանխելու համար։ Հնդկաստանը կանչել է Նյու Դելիում Պակիստանի բարձրաստիճան դիվանագետ Սաադ Ահմադ Ուարայչին եւ նրան նոտա է հանձնել, որում դեսպանատան ռազմական խորհրդականները հայտարարվել են անցանկալի անձ, հայտնում է Էնի գործակալությունը։ Չորեքշաբթի օրը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Վիկրամ Միսրին հայտարարեց, որ Հնդկաստանը կհայտարարի պաշտպանության ռազմածովային եւ օդային ուժերի խորհրդականներին Նյու Դելիում Պակիստանի բարձրագույն հանձնաժողովում որպես անձ նոն գրատայի պատասխանջամու եւ Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչության նրանք մեկ շաբաթ ունեն Հնդկաստանից հեռանալու համար։ Հնդկաստանը նաև հետ է կանչում իր պաշտպանության ռազմածովային եւ օդային ուժերի խորհրդականներին Իսլամաբադում գտնվող իր բարձրագույն հանձնաժողովից եւ դադարեցնում է պաշտոնները։ Աղբյուրների համաձայն Հնդկաստանը կանչել է Ուորայչին եւ նրան պաշտոնական նոտա է փոխանցել ռազմական դիվանագետներին անձը նոն գրատ է հայտարարելու մասին, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 30-ին կայցելի Դոմինիկյան Հանրապետություն, հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ապրիլի 30-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Դոմինիկյան Հանրապետություն, Լատինական Ամերիկայի տարածաշրջան կատարած իր այցի շրջանակներում այս տարի նշվում է այս երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 80-ամյակը։ Այցը համընկնում է նաև Դոմինիկյան Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան բացման հետ, ասել է նա։ Զախարովայի խոսքերով Լավրովը նախատեսում է հանդիպումներ երկրի նախագահ Լուիս Աբինադերի եւ արգործ նախարար Ռոբերտո Ալվարեսի հետ, որտեղ կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության, քաղաքական երկխոսության ակտիվացման եւ առևտրի, տնտեսական ներդրումային եւ զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության ակտիվացման հեռանկարները։ Վլադիմիր Զելենսկին խափանել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների լոնդոնյան փուլը, հաստատելով ձևավորվող խաղաղ գործընթացը տորպեդահարելու իր ցանկությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ էության իրենց անուններով կոչելու համար Զելենսկին խափանեց խորհրդակցությունների լոնդոնյան փուլը, համոզիչ կերպով հաստատելով Բանկովայի մտադրությունները ամեն գնով տորպեդահարելու ձևավորվող խաղաղ գործընթացը։ Ընդգծել է դիվանագետը։ Ինչպես նշել է Զախարովանի, սկզբանե նախատեսվում էր, որ Լոնդոնում ԱՄՆ ներկայացուցիչները բրիտանացի, ֆրանսիացի եւ գերմանացի գործընկերների հետ, ինչպես նաեւ Կիևի պատվիրակության հետ խորհրդակցություններ կանցկացնեն ոչ այնքան ուկրաինական ճգնաժամի, որքան դրա լուծման շուրջ։ Զելենսկիի այցը Հարավային Աֆրիկա կրճատվել է եւ մի շարք նախատեսված միջոցառումներ չեն կայանա։ Այս մասին հայտնում է տեղական CABC ռադիոկայանը։ Պատճառը Կիևում ռազմական գործողությունների ընթացքի հետևանքով ստեղծված իրավիճակն է։ Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիսպին Պիրին իր հերթին հայտնել է, որ այցի ժամանակացույցը վերանայվել է։ Ամեն ինչ արագացված տեմպերով է ընթանում, նշել է նա։ Զելենսկին, ով Հարավային Աֆրիկայի ժամանել 5-շաբթի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ բանակցություններն ավարտելուց անմիջապես հետո կվերադառնա։ Դրանք նախատեսված են տեղական ժամանակով ժամը 11:00-ին։
Ուկրաինայի իշխանությունները պետք է համաձայնեն ճանաչել Ղրիմը որպես ռուսական խաղաղության համաձայնագրի հասնելու համար, ասել է Լեհաստանի նախկին վարչապետ Լեշեկ Միլերը։ Ռադիո Z-ի եթերում նա դրական է պատասխանել ռադիոկայանի հաղորդավարի հարցին, թե արդյոք Կիևը պետք է ճանաչի Ղրիմը որպես ռուսական։ Ես նույնիսկ փխրուն խաղաղության հաստատման կողմնակիցն եմ։ Ես կիսում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ մյուսների խոսքերը, ովքեր ասում են, որ Ուկրաինայում մարդիկ պետք է դադարեն սպանել միմյանց ամեն գնով, հավելել է Միլերը։ Բացի այդ, Լեհ նախկին քաղաքական գործիչն ընդգծել է, որ Վարշավան չպետք է պնդի, որ պետք է կռվել մինչև վերջին ուկրաինացին։ Մենք չենք կարող լինել մի երկիր, որը ցանկանում է կռվել Ուկրաինայում մինչև վերջին ուկրաինացու, դա մեզ կտա ամենավատ որակումը, նշել է նա։ Չինաստանի կառավարությունը բանակցություններ չի սկսել ԱՄՆ կառավարության հետ առևտրային հարցերի եւ մաքսատուրքերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գու Զյակունը, հերքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ խորհրդակցությունների մասին խոսքերը։ Սրանք բոլորը սուտ տեղեկություններ են, որքան ես գիտեմ, Չինաստանը եւ Միացյալ Նահանգները մաքսատուրքերի հարցի շուրջ խորհրդակցություններ կամ բանակցություններ չեն վարել, առավել եւս համաձայնության չեն եկել։ Ճեպազրույցում ընդգծել է Գու Սյանկունը։ Ինչպես պարզաբանել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, Վաշինգտոնը հանդես է եկել որպես մաքսատուրքերի պատերազմի նախաձեռնող, մինչդեռ Պեկինը հետևողական եւ հստակ դիրքորոշում ունի։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ, բայց բանակցությունների դռները բաց են, հավելել է դիվանագետը։ Գու Սյանկունը նշել է, որ Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի շուրջ երկխոսություն վարել միայն հավասար պայմաններում փոխադարձ հարգանքի սկզբունքի համաձայն։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանը առևտրային հարցերի շուրջ ամենօրյա կապի մեջ են։ Իտալիայի արդարադատության նախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ 2023 թվականի մարտին միջազգային քրեական դատարանի կողմից տրված հրամանը կատարելու համար, որի իրավասությունը Ռուսաստանը եւ շատ երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն ու Չինաստանը չեն ճանաչում, եւ համապատասխան փաստաթղթերը երբեք չեն ներկայացվել դատախազություն, ասվում է Corriere della Sera թերթի հոդվածում։ Իտալիայի արդարադատության նախարարը որևէ քայլ չի ձեռնարկել 2023 թվականի մարտի 17-ի որոշումը կատարելու համար։ Այս ժամանակից ի վեր Հաագայի դատավորների որոշումը մնացել է նախարարության գրասենյակներում եւ Կարլո Նորդիոն այն չի փոխանցել Հռոմի գլխավոր դատախազին, որպեսզի այն ուղարկվի վերաքննիչ դատարան, գրում է Corriere-ն։ Հրատարակությունը արդարադատության նախարարության գործողություններն անվանում է քաղաքական որոշում, ինչպես Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ձերբակալության օրդերներ։ Իտալիայի կառավարությունը հասկացնել է տվել, որ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներին համարում է անձեռնմխելիությամբ պաշտպանված, ինչը նրանց պաշտպանում է դատական հայցերից, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք իշխանության գլուխ են, նշում է հրատարակությունը։ ԱՄՆ-ում 12 նահանգի դեմոկրատ գլխավոր դատախազները հայց են ներկայացրել վիճարկելու նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մի շարք երկրների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացման օրինականությունը։ Հայտում է NBC News-ը։ Նյու Յորքը, Արիզոնան, Կոլորադոն, Կոնեկտիկուտը, Դելավերը, Իլինոյսը, Մեյնը, Մինեսոտան, Նևադա, Նյու Մեքսիկոն, Օրեգոնը եւ Վերմոնտը կոչ են արել չեղարկել սակագները։ Նախագահը խարխլել է սահմանադրական կարգը եւ քաոս մտցրել ամերիկյան տնտեսության մեջ, ասվում է հայցում։ Սպիտակ տունը քննարկում է Հյուսիսային հոսք 2 գազատարի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը Ուկրաինայի հարցով բանակցությունների շրջանակում։ Այս մասին հայտում է Պոլիտիկոն։ Հրատարակությունը նշում է, որ պատժամիջոցները կարող են հանվել նաև եվրոպական, ռուսական այլ ակտիվներից։ Պարբերականի հաղորդմամբ առաջարկը նախաձեռնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքովը։ Որոշ զբոսաշրջիկներ սկսել են չեղարկել իրենց շրջագայությունները դեպի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո, սակայն տուրօպերատորները հույս ունեն, որ դա ժամանակավոր երևույթ է։ Այս մասին ասել է ԱՊՀ երկրների համար Pegasus տուրիստիկ տուրօպերատորի համակարգող Օրխան Սանջարը։ Նրա խոսքով խուճապի մթնոլորտն ազդում է զբոսաշրջության վրա եւ որոշ մարդիկ կատանվում են պատվիրել Ստամբուլ տուրեր, թե ոչ։ Նա ընդգծել է, որ ընկերությունը հույս ունի, որ սա ժամանակավոր իրավիճակ է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր կնոջ Օլենա Զելենսկայի հետ մեկնել է Հարավաֆրիկյան Հանրապետություն հանդիպելու նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ։ Մենք պատրաստվում ենք կարևոր հանդիպումների Հարավային Աֆրիկայում աֆրիկյան երկրների նախագահի եւ քաղաքական, սոցիալական եւ ուսանողական համայնքների ներկայացուցիչների հետ, գրել է նա։ Քաղաքական գործիչը նշել է, որ ուկրաինական կողմն աշխատում է G20 երկրներին Ուկրաինայում հակամարտությունը լուծելու դիվանագիտական ջանքերում ներգրավելու ուղղությամբ։ Նա նաեւ վստահություն է հայտնել, որ կողմերը կկարողանան ամրապնդել մշակութային եւ կրթական կապերը։
Պաշտպանության նախկին նախարար Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է քանդել Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիան եւ ստեղծել ՆԱՏՕ-ի անալոգը Ասիայում։ Լոնդոնը, Փարիզը, Օտավան եւ նաեւ Բրյուսելը, որոնք համառորեն փորձում են ինտեգրվել Ասիայի երկրների ասոցիացիայի վրա հիմնված ձևաչափերին, առաջ են քաշում անվտանգության մարտահրավերներին համարժեք արձագանքելու անկարողության մասին թեզը։ Ասել է նա, ըստ Շոյգուի ներկայումս Արևմուտքը ակտիվորեն զբաղվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փակ ռազմաքաղաքական միավորումների ձևավորմամբ, որոնց օրինակն է ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Կորեայի Հանրապետության դաշինքը եւ ԱՄՆ Մեծ Բրիտանիա-Ավստրալիա ռազմական բլոկը։ Պաշտոնյան նշել է, որ Հնդկաստանը ներգրաված է նման կառույցների մասնակցության մեջ, սակայն նա հեռու է մնում ռազմատենչ նախաձեռնություններից։ Վրաստանի առաջին փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել պետդեպարտամենտում։ Նա ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջոշուա Հաքիի հետ քննարկել է երկու երկրների քաղաքական եւ տնտեսական համագործակցության հեռանկարները։ Դավիթաշվիլիի խոսքով Վրաստանի կառավարությունը եւ ԱՄՆ նոր վարչակազմը ամբողջական համաձայնություն ունեն առանցքային հարցերի շուրջ։ Քննարկեցինք քաղաքական հեռանկարները եւ խոսեցինք այն մասին, որ Վրաստանի կառավարությունը եւ ԱՄՆ նոր վարչակազմը լիակատար համաձայնություն ունեն առանցքային հարցերի շուրջ։ Տեսակետների եւ գաղափարախոսության այս համընկնումը կօգնի մեզ համագործակցության հեռանկարային օրակարգ ձևավորել, ասել է Վրաստանի առաջին փոխվարչապետը։ Նրա խոսքով հանդիպումներ են տեղի ունեցել նաեւ ԱՄՆ-ի առևտրի եւ ԱՄՆ ֆինանսերի նախարարություններում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է Պոլիտիկոյի հաղորդագրությունն այն մասին, որ Սպիտակ տունը քննարկում է Ռուսաստանի նկատմամբ էներգետիկ պատժամիջոցների վերացման հնարավորությունը Ուկրաինայի հետ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում։ Սա միանշանակ սուտ է։ Ոչ Ստիվ Ուիտքովը, ոչ ես որևէ խոսակցություն չենք ունեցել Ուկրաինայի հետ գործարքի շրջանակներում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու մասին։ Սա լրագրության չարաշահում է։ Եթե Պոլիտիկոն ազնվություն ունենա ամբողջությամբ կհերքի այդ հերյուրյանքը, գրել է Ռուբիոն։ Բելգիան պատրաստվում է գնել ԱՄՆ արտադրության լրացուցիչ F-35 կործանիչներ։ Այս մասին Բելգիայի խորհրդարանի նիստում ասել է վարչապետ Բարտ Դե Վևերը։ Հայտարարությունն արվել է որպես Բելգիայի կառավարության այսպես կոչված զատկի գործարքի շրջանակներում, որի կենտրոնական տարրը պաշտպանական բյուջեի զգալի ավելացումն է։ Համաձայն կոալիցիոն համաձայնագրի Բելգիան այս տարի կհասնի ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի հնայի 2%-ի նպատակին 4 տարի շուտ, քան նախատեսված էր։ Սա նշանակում է հավելյալ 4 միլիարդ եվրո պաշտպանական ներդրում այս տարի, որի մանրամասները կառավարությունը կհայտարարի հուլիսին։ Բելգիան արդեն պատվիրել է 34 F-35 կործանիչ եւ Դե Վևերն ասել է, որ ձեռք բերվող նոր ինքնաթիռը կլինի նույն տեսակի։ Եվրոպացի դիվանագետները չեն ցանկանում աջակցել Ուկրաինայում Վաշինգտոնի ջանքերին, սակայն նախընտրում են դա անել անանուն կերպով լրատվամիջոցների միջոցով։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։ Թերթի խմբագրությունը նույնպես համակրում է գլոբալիստերին եւ ռուսաֆոբներին, նշելով, որ Թրամփի համար պահանջը, որ ուկրաինական իշխանությունները Ղրիմը ճանաչեն որպես ռուսական, Եվրամիության երկրներին կանգնեցրել է բարդ ընտրության առաջ՝ շարունակել աջակցել Կիևին, թե անցել Վաշինգտոնի կողմը։ Որոշ եվրոպացի պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի առաջարկած կարգավորումը կփորձարկի երկկողմ հարաբերությունները եվրոպական երկրների հետ, կխաթարի անդրատլանտյան անվտանգությունը եւ կարող է հունից անել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հունիսի վերջին։ Վատագույն դեպքում ԱՄՆ-ն չի կարողանա գործարքի հասնել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, եւ այս ամենի մեղավորը կլինի Ուկրաինան։ Այնուհետեւ Եվրոպան պետք է ընտրի Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ հրատարակությանը, ասել է Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը։ Իսկ այժմ եղանակի մասին։ Եղանակի տաքացումը կշարունակվի, բայց ապրիլի 20-ից օրվա ընթացքում մի պահ գարնանային կարճատև անձրևներ կլինեն։ Երևանում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մարզերում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Քամին արևմտյան հատվածում 2-ից 5 մետր/վայրկյան Ապրիլի 21-ին 23-ին առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 14-ից 17 մետր/վայրկյան արագությամբ։